Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես Մարտին Թովմասյանն եմ Գևարքունի գյուղից։ Այսօր մենք կխոսանք, թե ովքեր են էլիտան, որն է նրանց նպատակը, ինչի համար են նրանք պետք։ Մենք սոցիալական կենդանիներ ենք։ Առաջի պետականության տեսաբաններից, որ Պլատոններ, Արիստոտելներ, Ստոիկներն էր, նրանց թորիայի մեջ նրանք ցույց էին տալու եւ մարդու եւ հասարակության կապը։ Եվ էլիտան այդ բաղկացուցիչ մասերից ամենագլխավորն էր։ Քաղաքական եւ սոցիալական սիստեմաներում էլիտայի էդի կազմը որոշակի համակարգ եւ էլիտան դրա բաղկացուցիչ մասն է։ Էլիտայի դերը երկկողմանի է։ Էլիտան համ պատասխանատու է այն բանի համար, որ մշակում է նպատակների, մտքի, արժեքների ուղիները։ Եվ երկրորդը, որ նա պատասխանատու է, որ նրանց հասնելու համար։ Մարդկանց մեծամասնությունը դեռ հազարավոր տարիներ առաջ հայտնի էր, որ ընդունակ չէ իրեն կազմակերպել։ Մարդկանց հասարակության 10-ից 20%-ն է, որ կարող է կազմակերպել մնացած 80-90%-ի կյանքն ու առօրյա։ Եվ նորից եմ կրկնում, այդ 10-ից 20%-ը հենց նրանք այդ էլիտան են, որոնք իրանց վրա վերցնում են այդ պատասխանատվությունը։ Փորձեմ հիմա մի քիչ պատմել էլիտայի պատմությունը։ Դպրոցականները գիտում են, որ պատմության դասից հիշում են, որ Հունաստանում Աթենքում Աթենքը առաջին քաղաք-պետությունն էր, որտեղ որ դեմոկրատիա հաստատվեց։ Եվ նրանց մոտ այնց էր, որ բոլոր քաղաքացիները զբաղված էին համ քաղաքի կառավարմանը, համ քաղաքի պաշտպանմանը։ Այսինքն այսօր այդ մարդը կարող էր լինել զինվոր, եկուց ինքը դատավոր էր։ Մտածենք, թե ով էր, ինչ են գրում այդ մասին, այդ ժամանակվա Աթենքի էլիտան։ Էլիտան Աթենքի այն մարդիկն էին, որոնք իրանց արարքով խրախուսում էին ժողովրդին, որպեսզի տվյալ արարքը, տվյալ վարվելաձևը պահպանվի, իրանց հեղինակությամբ, իրանց կրթվածությամբ, այդ մարդիկ իրանց հետևից կարողանում էին կազմակերպել մնացած ժողովրդին հենց, որ այդ մնացած մասսան իրան պարտականությունները կատարում էր։ Հիմա անցնենք հռոմեական կայսրություն։ Հռոմեական կայսրության էլիտան դա սենատորներն էին։ Սենատորները շատ աղբյուրներ որ կան, որ գրում են ինչ որ խոսալու հավաքույթ է, մարդիկ խոսում են։ Բայց այդ խոսալու հետ մեկտեղ այդ մարդիկ մշակում էին համատեղ քաղաքական ուղղություններ եւ գալիս էին կոնսենսուսի։ Սենատորները նրանք հասարակության մեջ վայելում էին
հեղինակություն ունեին կրթվածության բարձր աստիճան։ Միջնադարում էլիտան դրանք ազնվականներն էին ու եկեղեցիականներն էին։ Ազնվականները պաշտպանում ու ղեկավարում էին, իսկ եկեղեցիականները սովորեցնում ու պրոպագանդով էին զբաղված։ 15-րդ դարից էլիտայի կազմի մեջ մտավ փոփոխություն։ Դրանք բանկիրները մտան էլիտայի մեջ, վաճառականները, ուսուցիչներ։ Եվ այդպես մինչև 18-րդ դար։ 18-րդ դարում էլիտայի շարքերը նորից համախմբեցին նոր յուրիստներով, թղթակիցներով, լրագրողներով, նորից ուսուցիչների արդեն դասախոսներով, որոնք այդ կատեգորիայի մարդիկ իրենց համարում էին վերածննդի սկիզբ, վերածննդի իրագործողներ։ Եվ այդ մարդկանց շնորհքով էր, որ մի շարք երկրներում, Ամերիկայում, Ֆրանսիայում ելան հեղափոխություն։ 20-րդ դարի 30-40-ական թվականների աշխարհում նկատվում էր ու մինչև օրս սահուն փոփոխություն էլիտայի մեջ։ Նորերը գալիս են, հները հեռանում են, կորցնում են իրանց վստահությունը ժողովրդի մեջ։ Ես չէի ուզենա, որ մենք հարգելի հայրենակիցներ խոսայինք, թե ով է այսօր Հայաստանի էլիտան, այդքան էլ վաժնի բան չէ։ Քանի որ գերակսրող միջամասությամբ իրանք չեն հարգանք վայելում ժողովրդի մեջ։ Ես կուզենայի, որ հայ տղամարդը, որը ունի երեխա, թույլ չտա, որ իրան պատպու գերեզմանի վրան ծառաչի։ Ես կուզենայի, որ այդ տղամարդը իրան արարքով, թե իրան ընտանիքում, թե ընտանիքից դուրս, օրինակ ծառայի իրան երեխեքին։ Լավ օրինակ։ Կցանկանայի, որ այդ տղամարդը ուղղորդվեր այն սկզբունքով, որ բաժակը կեսով չափ լիքն է, այլ ոչ թե կեսով չափ դարդակ։ Կուզենայի, որ նրանք աջակցեն իրանց երեխեքին, որպեսզի երեխեք գտնեն իրանց տեղը հասարակության մեջ։ Կցանկանայի, որ այն երեխեքը դրանց միջից, ովքեր կունենան հատկություն մարդկանցը իրանց հետևից համախմբել, ծնողները աջակցեին, որպեսզի նրանք կարողանային սովորել ճիշտ ուսումնական բարձրագույն հաստատություններում, եւ այդ կրթված երիտասարդները մեծ հավանականությամբ ապագայում կդառնային մեր էլիտան։ Այսօր այսքանը, հաջողություն ձեզ։